Եզրագծից այն կողմ հայտնված մարդիկ եւ մարդկային ճակատագրեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ դուք հայտնվել եք կիսաբաց լուսամուտներից ներս։ Մարդկային հոգին վերահսկելու համար աղանդի անդամները մշակել են հենց այս մեթոդը։ Խեղճի, ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով յուրաքանչյուր մարդու ազատ դավանանքի իրավունքը բերեց նաեւ քարոզչության, ինչը հայ առաքելական եկեղեցում հատուկ է միայն քահանային։ Այդ թույլատրելի ազատությունն առանց սահմանների վերածվեց շատ դեպքերում սանձարձակության։ Իրականում օրենքի ու դավանանքի առաջ ազատ, իսկ կառույցում ստրուկ։ Դավանանքի ծառաները կիսաբաց լուսամուտներից ներս։ Եվ այսպես թեման սկսելու համար ես տաղավար եմ հրավիրում մեր առաջին հյուրին Հերիկ Բարսեղյանին, դիմավորեք։ Բարի երեկո։ Հերիկ, ասում են հավատը որ լինի, աստվածները կգտնվեն։ Իրականում դրանով է պայմանավորված այն, ինչի համար դու այստեղ ես եւ այն, ինչ պիտի պատմես։ Մանկությունից դու չես կարծես թե քո ընտրության տերը եղել։ Հրաշ ջան, սենց ասեմ, ամեն մեկ ունի իր ընտրությունը, ամեն մեկ ունի իր խոսքը, ինչպես նաև ես։ Ես 3 տարեկանից եմ կյանքի խոսքում, իմ հայրը այդտեղի հովիվներից առաջնորդներից մեկն է։ Իմ հորեղբայրը, իմ մաման, ոնց որ ասած, հենց կառուցման ժամանակվանից ես այդ եկեղեցում եմ։ Երբ արդեն գիտակից եմ արտառնում, այսինքն դու կանգնում ես ընտրության առաջ, հնարավորություն ես ունենում շարունակելու հայրիկի, հորեղբոր, քո ընտանիքի անդամների ընտրությունը։ Իհարկե, այո։ Շարունակելու, այո։ Ինչու՞։ Որովհետև ես փառք եմ տալիս Աստծուն մի բանի համար, եւ որ փոքրուց ես չեմ մեծացել կներեք արտահայտության համար խուժան շրջապատում, այսինքն սաղուրը փողոցներում, այլ չեմ ձեռս վեկալ սիգարետ կամ խմիչք, այլ վեկալել եմ Աստվածաշունչ եւ ուսումնասիրել եմ Աստվածաշունչի մեջի պարունակությունը։ Հուսով եմ մենք իրար ճիշտ կհասկանանք։ Ես չեմ գնացել որևէ եկեղեցի, բայց ես եւս չեմ մեծացել խուժան։ Այսինքն ինչքանով է ճիշտ այսինքն որ ինձ շատ բաներից հեռու է պահել։ Խոսքը նրա մասին է, ինչքան քո հոգին ու քո մարմինը սուրբ ես պահում, այդքան շատ բաներից ես քեզի հեռու պահում։ Շատ գարթակղիչ բաներից, որը շատ են հիմի աշխարհում։ Ինչ է տարբերվում, զգալի համենայն դեպս քո համար որպես տարբերություն, առաքելական եկեղեցու եւ կյանքի խոսքի։ Տարբերությունները այնտեղ բաներ կան, որ կյանքի խոսքը ընդունում է, բաներ կա, որ չի ընդունում։ Նույնն էլ առաքելական է։ Ինչպես ես վերաբերում կյանքի խոսքի առաջնորդի հայտարարությանը, որ սխալվել է ժամանակին եւ կարծում է, որ կյանքի խոսքը աղանդ է ու տեղափոխվում է կաթոլիկ եկեղեցի։ Հրաշ ջան, սխալվելու իրավունք բոլորը ունեն։ Ես էլ եմ սխալվում, մինչև հիմա սխալվում եմ, նույնը կարած դու սխալվես ու բոլորը եկել աստեղ։ Հարցը դրանում չի։ Հարցը նրանում է, որ ոնց ասեմ։ Աստվածաշունչը մեկ է, մարդիկ տարբեր են։ Ոնց ասեմ։ Ցավոք սրտի ժամանակը ցույց է տալիս, որ Աստվածաշունչը արի ուտես, որ մեկ չի։ Չէ, հայերի համար թե աշխարհով ինքը մեկն է։ Բուդդայիզմիների եւ Եհովաների Աստվածաշունչն է։ Հենց հիմա իմ աշխատասենյակում կա 3 Աստվածաշունչ եւ ես խնդրել եմ իմ հոգևոր հայրերից մեկին պարզապես նշել այն կետերը, ըստ որի դրանք տարբերվում են, որովհետեւ ես ինձ չեմ համարում Աստվածաշնչի գիտակ եւ ես չեմ կարող հասկանալ, թե որտեղ է հատկապես այն կետերը, որտեղ ինձ փորձում են համենայն դեպս որոշ առումով ուղղորդել։ Օրինակ շատ ասեմ Հայաստանի այդ կրոնների մասին, որ շատ կրոններ կան ու ամեն մեկը տարբեր բաներ ընդունում, տարբեր բաներ չի ընդունում։ Օրինակ կյանքի խոսքը կյանքում չի ընդունի կրակապաշտությունը, այսինքն տրնդեզը։ Ներողություն, դա չի հիմնական պատճառը։ Աստվածաշնչից բոլոր բողոքական եկեղեցիներ 11 գրքեր չեղյալ են հայտարարել։ Նրանք երբ հրատարակում են Աստվածաշունչ, այդ 11 գրքերը չկան։ Բարուքի մարգարեությունը, Սիրակը, Սողոմոնի իմաստությունը, ձեր Աստվածաշունչը նույնը չի, այսինքն 11 գրքով պակաս է։ Ես ուզում եմ այստեղ մեկ ուրիշ բան ավելացնել մեր սիրեցյալ երիտասարդին, որ կյանքի խոսքը ունի որոշ բաներ, որի հետ համաձայն է հայ առաքելական եկեղեցու որոշ կետեր, որի հետ համաձայն չէ, որի հետ համաձայն է։ Ես ուզում եմ այստեղ ավելացնել մեկ բան, սիրեցյալ,
մեր եղբորը, որ հայ առաքելական եկեղեցու հետ համեմատվելու համար նախ 1700 տարվա ճամփա պիտի անցնել մեկ։ Երկրորդը, հայ առաքելական եկեղեցին, երբ որ հիմնադրվեց, իրենից առաջ գոյություն ուներ մի ժամանակաշրջան, որի մեջ ձևավորվել էր հայ ժողովուրդը։ Եթե նա ընդունում էր նոր կրոն, հետևաբար հին կրոնից որոշ երևույթներ, որոնք հոգեհարազատ էին գաղափարական իմաստով քրիստոնեությանը, դա պահպանվեց։ Տիառընդ առաջը կրոնապաշտության, կրակապաշտության հետ ովևէ առնչություն չունի։ Ուրեմն առաջնորդը Ուլֆ Էկմանը ինքը ընդունել է, քանի որ ինքն է եղել հիմնադիրը կյանքի խոսքի։ Ինքն է տվել, որ ընդունել, որ չընդունել։ Ամբողջ աշխարհի հիմնադիրը Ուլֆ Էկմանն է, մի բան արեք, որ Հայաստանը ենթարկում է Էկմանին։ Ինձ թազաբաներ մի ասեք, 2006 թվականին ես տեսա ոնց էին սա գլուխը իր առաջ կռացրել։ Եվ այս ուրախությամբ, եթե առաջնորդը հիմնադիրը ասում է, ես սխալ եմ եղել, չի նշանակում, որ հիմա դուք պետք է ասեք, չէ, մենք հիմա ճիշտ ենք։ Այս ուրախությամբ Ուլֆ Էկմանի հայտարարությունից հետո բոլոր խարիզմատիկ եկեղեցին կյանքի խոսք անունով պետք է ինքնալուծարվեն։ Որովհետև չի կարա լինի, այդ առաջինը, երկրորդը, Աստվածաշունչը նույնն է, եկեք հայկական առաքելական եկեղեցի։ Ինչ է կոչում Աստվածաշունչը նույնն է, բայց մենք չենք ընդունում։ Կյանքի խոսքը ունի նաև ճյուղեր, չէ՞։ Ճյուղեր ունի, որը նոր սերունդն է։ Որ այս ուրախությամբ ասել է, որ ես սխալ եմ եղել, ես գնում եմ կաթողիկ եկեղեցի։ Ուրեմն բարի եղեք, արդեն այդ ասելուց հետո գոնե այնքան բարոյական բան ունենաք, որ ինքնալուծարվեք։ Նախ այդ ես ձեզանից եմ լսում Ուլֆ Էկմանի այդ խոսքերը, որ դուք ասում եք։ Ուրեմն Ուլֆ Էկմանը, եթե ճիշտն եք ուզում, կարակ իր եւ շվեդական հայտարարություն թերթերի մեջ նայեք, լրատվամիջոցներում, կա անգլիականը, կա ռուսականը, կա հայկականը։ Բայց փառք Աստծո տեխնիկան նեն զարգացած է, որ 21-րդ դարում են, կարող է դա սարքածը լինի, ինչքան ինչ ասեմ, կարող նույն իմ խոսքերը բռնեն ուրիշ խոսքեր։ Ներողություն, Ուլֆ Էկմանի տեսա ձայնագրությունը գոյություն ունի։ Հասկանում եք, համացանցը այնպես չէ, որ ինչ-որ եմ, որ դա կարող է լինի, բայց կարող է սարքածը լինի, որտեղ տեխնիկան այնքան զարգացած է, որ ես ու դու կարող ենք խոսալ, բայց մեզի ցույց տան ուրիշ բաներ խոսալ։ Մենք հնարավորություն ունենք խոսելու այնպես ինչ ուզում ենք եւ կլսենք այն ինչ լսել ենք։ Կտակ ես մի բան ասեմ։ Ոչ թե Պարոն Միրդատ, ներողություն եմ խնդրում։ Կյանքի խոսքը ինչ է։ Բողոքականների մեջ եմ։ Ինչ է։ Կյանքի խոսքը կրոնակ եկեղեցի է։ Աղանդ։ Չէ։ Շատ լավ։ Իրավունք թերթ։ Ուզում եմ հասկանալ դատական process, որը ի հոգուտ իրավունք թերթի է ավարտվում, խոսքը կրկին կյանքի խոսքի եկեղեցու մասին է, հա։ Ինչի մասն է։ Իրավունք հետաքննություն շաբաթաթերթում մի նյութ էր հրապարակվել, որտեղ գնահատականներ եւ կարծիքներ, այսինքն ոչ թե գնահատական, այլ կարծիքներ էր հնչեցվել կյանքի խոսք կառույցի մասին, եւ նրանք վիրավորական էին համարել այնտեղ աղանդ բառը, ինչի արդյունքում նրանք հայցով դիմել էին դատարան, իրենց բարի համբավը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորելու համար։ Ձեր հոդվածի հիմքում Անժելա Սարգսյանի հետ կապված Այո, նաև երկու հայցով էին դիմել, որտեղ միտեղ կոլաժներ, կյանքի խոսքի պարագլուխ Արթուր Սիմոնյանի եւ Անժելա Սարգսյանի եւ Իդեպ Անժելան Սարգսյան եւս հրավիրված է եղել այսօր այստեղ ներկա գտնվելու, նա ցավոք չկամեցավ այս թեմայով խոսել։ Ընտրությունն իրենն է։ Մեր եթերում 2 տարի անց այդ հանրահայտ դեպքերից հետո Անժելան կոնկրետ իր տեսակետն ասեց, թե ով է կյանքի խոսքը իր համար եւ ով է կյանքի խոսքում նա։ Դու ինչ կասես այդ հարցը։ Նախ ես կասեմ, որ հիմա ներկա պահին կյանքի խոսքի հետ ինքը вообще կապ չունի։ Ոչ մի բացարձակ, դաժե մի տոկոսանած կապ չունի։ Վախտին եղել է, բայց հիմի չէ։ Ինձ հետաքրքիր է, եթե կյանքի խոսքի ստեղծողը ձեզ համար կոնկրետ անձնավորություն էր, հա, որի խոսքեր դու կարծում եք, որ այդքան էլ տեղին չեն եղել եւ իր ընտրությունն է։ Ձեր հոգեվոր առաջնորդը պարոն Սիմոնյանը։ Պարոն Սիմոնյանը նախ ինձ շատ հարազատ, շատ մտերիմ, իմ ոնց ասեմ, երկրորդ հարկար եմ համարեմ։ Այո, ճիշտ երրորդ։ Աստծուց իմ հորիցս նոր իրան,
որտեվ ոնց ասեմ, Ինչով է արժանացել փոքրուց ես մեծացել եմ այդ եկեղեցում ու sense մի բան կասում, որ գետից որ դու օգտվում ես, պետք չի ախտոտես։ Այսինքն ես չեմ կարող ասեմ կյանքի խոսքից, բացի լավից վատ բան։ Թույլ տվեք, ես կուզեի երիտասարդին մի բան հարցնել, ասել, այ դուք ձեր խոսքի սկզբում ներկայացաք որպես պուպուշ տղա, որը փողոցից հեռու է եղել։ Ուրեմն ձեզ ասեմ, որ փողոցը ամենամեծ դպրոցն է, ես դա ասում եմ որպես մանկավար։ Եվ այդպես չի, որ խուժան ու խուլիգան են դուրս գալիս այնտեղից։ Այ եթե դուք ջերմոցում չլինեիք, այ փողոցի հետ որոշակի առնչություն ունենայիք, շատ ավելի։ Չի, որ ես առողջություն չեմ ունեցել։ Ես եմ խոսում, ես ձեզ լսեցի բավականին երկար։ Պետք չի 3 հայր ունենալ։ Պետք է ունենալ մի Աստված քո հավատքով ու մի հայր եւ փողոցը ճիշտ գնահատել։ Իսկ ով որ առաջ եկե որ քեզ վերել է լույս աշխարհ։ Երիտասարդ, ես ձեզ երկար լսում եմ, ինձ մի ընդհատեք, մի փոքր կիրթ եղեք եւ լսեք։ Այստեղ ձեզ թշնամիներ չկան։ Ուղղակի երբ մարդիկ նշում են, փաստում են ձեր այսպես կոչված եկեղեցու առաջնորդի հրաժարականը իր սխալը, ուրեմն դուք այստեղ դատապաշտպանի դեր մի վերցրեք ձեր վրա եւ ձեր եկեղեցու առաջնորդը ձեզ եթե հայր է դա ձեր կողմնորոշվելու ընդունելու հարցն է։ Եկեք նախ մեր ավագ օբյեկտիվ եղեք գնահատականների մեջ, որ տալիս են նաեւ այսօր որևէ մեկը թող չհարցակվողական քաղաքականություն վարի, մյուսն էլ պաշտպանողական, մեզ մոտ բացարձակ այդպես չէ։ Ընդամենը մի քանի րոպեից երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում մի մարդ է, ով յուրօրինակ էքսկուրս է կատարել տարբեր կրոնական կազմակերպություններով, լինելով դրանց անդամը, շոկային բացահայտումներով եւ վիդեո տարբերակով նա մեր եթերում է, ինչ է նա այսօր ասում անցյալի մասին։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Դարվարանքի ծառաները կիսաբաց լուսամուտներից ներ, շնորհակալություն, որ ընտրել եք երկրի գլխավոր թոք-շոուն։ Մենք վերադառնում ենք տաղավար եւ խոստացածի պես։ Տաղավար եմ հրավիրում մարդու, ով տարիներ շարունակ հարել է տարբեր կրոնական կազմակերպություններին, ուղղակիորեն ներսից ճանաչելու ով է։ Դիմավորում ենք Տիգրան Նազարյանին։ Բարի երեկո Տիգրան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես կարճ ուզում եմ հասկանալ ձեր էքսկուրսը քանի կրոնական կազմակերպություններով է անցել։ Սենց չեմ կարող թվարկել, հա, քանի կոնկրետ, բայց շատ։
10-10-ից ավել։ Կոնկրետ կարող եմ ասել, ես եղել եմ, ասենք իմ կյանքի ընթացքում, ես գտնվել եմ Եհովայի վկաների մոտ, հա, տենց ասեմ սեկտայում, այդ բառը իմ համար ավելի մոտիկ է, եղել եմ 50-ական, եղել եմ ճիշտ ավենտարաչական, ինչ-որ տենց էլի։ Այնքան ճիշտ, որ նույնիսկ չեք էլ հիշում հիմա։ Այո, շատ ճիշտ էր ինձ համար, ճիշտ ասած ասեմ, կներեք, ես նախապես խնդրում եմ ձեր բոլորի ներողամտությունը, ես չեմ ուզում ոչ մեկի վիրավորել, ոչ մեկին ինչ-որ, ես ասում եմ միայն այն, ինչ-որ մտածում եմ, այն ինչ-որ։ Կյանքի խոսքում եղել եք։ Ցավոք սրտի ոչ, կուզենայի ինչի համար, ասեմ ինչի համար, հա ինձ ուղղակի հետաքրքիր է թե այդ ինչքան սա կներեք անկապ ինչ-որ մտածելակերպ է, որը կարողացել են ներդնել ձեր մեջ ու դուք հավատաք ինչ-որ կոնկրետ մեկին։ Եթե դուք չեք եղել, ոնց կասեք դա անկապ։ Դրա համար ես ասում եմ ցավոք սրտի։ 4 հիմնականները, որոնք դու նշեցիր, հա, Եհովայի վկաներ, 50-ականներ, ճշմարիտ շարունակությունը, չէ՞։ Ավետարաչականներ եւ սայնթոլոգներ, ինչպես։ Դա բավարի չէ այս 4-ից որն էր։ Ինձ մի բան է հետաքրքիր, ինչի տենց անընդհատ էքսկուրսներ, ինչի մեկից մյուսը։ Ամեն մի եկեղեցի ճակերտավոր եկեղեցիներ, որովհետև իրանք կոչվում են եկեղեցի, ամեն մեկը փորձում էր ինձ կոնկրետ մարտեակից ինձ ապացուցել ինչ-որ մի բան կոնկրետ Աստվածաշնչի վերաբերյալ։ Ամեն մեկը փորձում էր ինձ բացատրել, որ գիտես, սա է ճիշտը, որ Աստվածաշունչը այսպիսի այս է ճիշտը, դու պետք է սենց ինչ-որ մի բան անես։ Հասկացա, մտածեցի, բայց այն հարցերը, որ ես տալիս էի, բնականաբար ոչ մի պատասխան, կոնկրետ պատասխան չէի ստանում, անգամ մեր հայ առաքելական եկեղեցուց։ Եկեք տեսնենք, թե ինչ էր այնտեղ կատարվում եւ որտեղ էր դա կատարվում, խոսքը պսակադրության վերաբերյալ է։ Նայենք տեսանյութը, դրանից հետո կբացատրենք։ Ինչպես առաջի ամուսնությունը Աստված արեց Եդենում։ Սուրբ Հոգու պտուղներն են, որ զարդարում է այսօր մեր հարս եկեղեցում, եւ օրհնեց նրանց, եւ Աստված ասաց նրանց. աճեցեք, շատացեք, լցրեք երկիրը եւ տիրեցեք նրան։ Փառք Տիրոջը։ Փառք Հիսուս Քրիստոսին, հալելույա։ Խոստանում ես լինել հավատարիմ ամուսին Լիլիթին ամեն դժվարությունների մեջ։ Խոստանում եմ։ Աստծո դուստը Լիլիթ հավատարիմ եւ հես եւ հնազանդ կին Մայիսի համար ամեն բարագաների մեջ։ Այո։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Որ կրոնական կազմակերպությունում է սա։ Ճիշտ ասած, իրանց անունը չեմ հիշում արդեն։ Էրեբունի համայնքի ճիշտ ես իմ ինչ կազմակերպություն։ Գրասենյակը տեղը գոնե հիշում եք։ Էրեբունիում։ Էրեբունի։ Հայ Սուրբ ինչպես կմեկնաբանեք այն ինչ։ Կներեք, այն ինչ որ մենք տեսանք, դա հարսանիք էր։ Ես ձեզ մի բան ասեմ, բողոքական եկեղեցում պսակադրության խորհուրդ գոյություն չունի։ Իրենք ասում են, որ Քրիստոս երկու խորհուրդ է միայն նշել՝ հաղորդություն եւ մկրտություն։ Հետևաբար ոչ մի ուրիշ խորհուրդ գոյություն չունի։ Սա պարզապես մարդկանց խաբելու մեթոդ է։ Հայ առաքելական եկեղեցու
աղոթքները աշխարհաբար թարգմանությունը կա, վերցրած ինչ որ կրճատված, որպեսզի ցույց տան, որ ոչ մի տարբերություն չկա։ Այսինքն այս զույգը պսակադրված չէ, Աստծու մոտ օրհնություն ստացած չէ։ Ուրեմն ամբողջ խնդիրը ձեզ ասում եմ, եթե բողոքական եկեղեցին պսակադրությունը խորհուրդ չի ճանաչում եւ չի ընդունում, հետեւաբար չի կարող խորհուրդ կայանալ։ Բայց ով ասում, որ խորհուրդ չի ընդունում։ Չի, պսակադրությունը խորհուրդ չի ընդունվում։ Ով ասում։ Ես եմ ասում, որովհետև ես շատ լավ գիտեմ։ Ես 11 տարի ապրել եմ բողոքական եկեղեցու մոտ Գերմանիա սիրելիս եւ շատ լավ գիտեմ բողոքականները ինչ են ընդունում եւ ինչ են ընդունում։ Բողոքականներից լավ տեղակ է, քանի ձևի բողոքականներ կան։ Կներեք, քանի ձևի բողոքականներ կան։ Փոշիներ են, որ փչվում են մարդկային աչքերին։ Դուք խաչը չեք ընդունում, բայց եկեղեցու առջև խաչ եք դնում։ Խաչ չեք անում, բայց եկեղեցուցներ մարդկանց խափելու համար։ Մինչեւ հիմա դու ես ասում սիրելիս։ Մինչեւ հիմա դու ես ասում, հիմա հոգևորական ասի։ Ուրիշ խնդիր, ես Արտուր Սիմոնյանը չեմ, այլ Կոմիտաս վարդապետն եմ, ես քո հոգևոր հայրը չեմ, այլ այլոց, բայց նաև կարող եմ ես իմ խոսքերը ասեմ։ Ուրեմն, կարդում եմ այնտեղ դավանանքի ծառաները, ինձ ասեք ինչ դավանանք ունեք դուք։ Դավանանք չունեք դուք։ Աստվածաբանական կերպար չունեք դուք։ Ամբողջ եկեղեցական քարոզչությունը շոյ է, բայց ոչ ծիսակատարություն։ Ամեն ինչը հիմնված է ինչի վրա, բլա 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 բլա, վերջում հալելույա։ Մարդկանց խափելու մեթոդ է սա։ Լավ, մի հատ կարելի է հրաժան հարց։ Լսում եմ ձեզ։ Այդ որ ասում եք բողոքական։ Դուք լավ բողոքականներից տեղակ եք։ Քանի ճյուղ ունեն բողոքականը։ Մի րոպե, հարգելի հարցրուփ, ես ասեմ, բողոքականը մի հատն է։ Մնացածը սա մատներ։ Իսկ ես կասեի երկու ճյուղ։ Սա մի թև է, մնացածը մատներն է։ Մենք ունենք Հայաստանում ընդամենը մեկը, որը բողոքական ճյուղն է։ Մյուսը հայ ավետարանական եկեղեցի, որը դուրս է եկել հայկական առաքելական եկեղեցու կատարելու եւ քարոզի։ Ես նախ կասեի երկու ձևի բողոքականներ։ Իրականում կին էր պսակադրությունն անող։ Եվ ոչ ճիշտ եկեղեցիների։ Ոչ եւ եկեղեցական արարողություն կատարելու մկրտություն։ Ոչ։ Ես գիտեմ, որ ոչ։ Սա է խնդիրը։ Հարսանյաց ծիսակար եւ այլն։ Մկրտություն չկա մեր մոտ։ Ոչ, կինը իրավունք ունի քահանայագործելու։ Դուք Աստվածաշունչը ընդունում եք, թե ոչ։ Սուրբ Երկը։ Այո։ Կինը իրավունք ունի քարոզիչ լինելու իրավունք ունի, թե ոչ։ Ունի։ Ոչ։ Նման բան չկա։ Բայց որտեղ է գրած, որ կնոջ խոսքը կտրել կարելի է։ Խարիզմատիկում ունի։ Ներեգություն պարոնայք։ Իրականում որպեսզի մենք կարողանանք այսօր հասնել խոսել ամեն։ Տիգրան, ինչու դուք գնացիք ու ինչու դուրս եկաք ես շարանից։ Ուրեմն բոլոր մարդիկ, դա ոչ մի քիչ համար գաղտնիք չի, ունեն հոգևոր սննդի կարիք։ Բոլորը։ Բոլոր մարդիկ։ Թե այս կյանքում մեզ ինչ սնունդ են տալիս, կներեք մի քիչ երևի դժվար ինչ-որ սենց ասեմ, կոպիտ փոխաբերական իմաստով բնականաբար, եկեք պատկերացնենք ճաշարան, ես եկել եմ հաց ուտելու, ինձ առաջարկում են մենյու են տալի, ասում են, այս ինչ ուզում ես կեր, բայց էսի լավն է, էնի լավն է, էսի ամենալավն է, էսի ամենաճիշտն է, էսի ամենամաքուրն է, էսի սենց է, էսի կեղտոտ է, սրան ձեռ մի տուր, մեկը մեկին փնովում է, մեկը մեկին գովում է, ու բնականաբար ես պետք է ինչ-որ մի բան ընտրեմ։ Ինչ եմ ես ընտրում հոգևոր սննդի մեջ, ինչ էի փորձում ընտրել, ես բնականաբար փորձում էի ընտրել այն ինչ որ իմ համար, իմ հոգուն ավելի հարազատ կլինի, կստանամ բոլոր հարցերի իմ հարցերի պատասխանները, ես համոզված եմ, որ կյանքի խոսքը ընդհանրապես չի կարող իմ հարցերի անգամ 10%-ի պատասխան տա ընդհանրապես, Եհովայի վկաներին ընդհանրապես ջնջեցի, կներեք, եկեղեցի, հայկական եկեղեցի, առաքելական եկեղեցի, ես ընդհանրապես չընդունեցի, Ռուսաստանում 13 տարի ես Ռուսաստանում եմ աշխատել, ապրել, աշխատել, ստեղծագործել, ասենք, այնտեղ պրավասլավն է ցերկև, հա, ասենք, ուղղափառ եկեղեցի, ընդհանրապես չընդունեցի, չկարողացա, որովհետև բոլոր եկեղեցիներում ես չհասկացա, լավ, մարդիկ, ինչ եք քարոզում։ Ինչին եք դավանում այսօր։ Ընդունեցի ինքս ինձ, դա կոչվում է մի քիչ ուրիշ ձև, հա, աթեիզմ երևի։ Չգիտեմ, այդ Ես առաջարկում եմ եւս մեկ տեսանյութ նայենք, որը նկարահանվել է, խնդրեմ, ու կարծես խիստ համեմատական են ճաշարանին, ինչ դու ասում էիք քիչ առաջ։
Ամեն ինչ համար շնորհակալություն ենք հայտնում եւ օրհնիր այս կերակուրը Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Եկեք բարձր ասենք ամեն։ Խնդրեմ սիրելիներս, օգտվեք Աստծո տված այս բարիքներից։ Մենք հոգել է պետք դրա, որ օգնի այդ ամեն ինչի մեջ եւ այդ անձնավորությունը մեր սիրելի քույր Լիլիթն է։ Այդպես է թե ոչ, Ռաստովից Տերը բերեց, միացրեց իր զավակի հետ, որպեսզի այս գործի մեջ նա լինի օգնական եւ մի փոքր եկեղեցի հաստատեց։ Մենք նրանց տունը մտանք եւ նրանք մեզ ընդունեցին ոչ թե սովորական որպես մարդիկ, այլ որպես Աստծո զավակներ։ Նրանց այդ ընդունելությունը, այդ հրավերքը ապացույցներ են բանի, որ այդ ընտանիքը ամբողջությամբ սիրում է Հիսուս Քրիստոսին, դա սեր է Աստծո հանդեպ։ Հրաշ ջան, կարելի է մի հատ բան ասեմ։ Եթե դուք ասեք, որովհետև ես երբեք Հրաշ ջան, ճիշտ ասած, ես էլ sense բան չեմ ընդունում, sense բան չեմ ընդունում, սա նախ կերպենք աղանդը ինչ բան է։ Իր նպատակը ինչ է։ Եկեք ես երկու փաստ ձեզ ցույց տամ։ Աղանդավոր շարժումը, աղանդավորական շարժում, հակաքրիստոնեական շարժում է, ուղղված է ազգի դեմ եւ Աստծո դեմ։ Փաստ։ Ուրեմն Հայաստանի հոգեկարստական եկեղեցու չգերանցված տարբեր մարզերում 40-ից ավելի կենտրոն ունեցող եկեղեցու ամսագիր է եւ տեսեք նա բացի որ Աստծո դեմ է, նաեւ ազգի դեմ է։ Ինքը ինչ է գրում՝ մի հատված։ Ըստ տվյալների Մաթեոսը քարոզել է Եթովպիայում, Թադևոսը Պարսկաստանում, Բարթողմեոսը եւ Թովմասը Հնդկաստանում, նրանք բոլոր տանջամահ են եղել։ Այսինքն Թադևոսի եւ Բարթողմեոսի հայ առաքյալ լինելու գաղափարը այս եկեղեցի կտրականաբաց դեմ, այսինքն ազգի դեմ է։ Մենք առաջարկում ենք եւս մեկ փոքրիկ դադար, որից հետո վերադառնում ենք տաղավար։ Ի վերջո աղմուկ հանած Միացյալ երիտասարդական լիգան ինչով է այսօր հանդես գալու։ Լիգան ընդդեմ շոու բիզնեսի, թե շոու բիզնեսն ընդդեմ լիգայի։ Փոքրիկ դադարից հետո սկանդալային նոր բացահայտումներն առջևում են, հեռու չգնաք։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։
Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը, Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Իսաբաց լուսամուտներ։ Դավանանքի ծառաները կիսաբաց լուսամուտներից ներս բարի երեկո, եթե նոր եք միացել, մեզ շնորհակալություն ընտրության համար մենք վերադառնում ենք։ Մարդկային հոգին վերահսկելու համար աղանդի անդամները մշակել են հենց այս մեթոդը։ Խեղճի, ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով յուրաքանչյուր մարդու ազատ դավանանքի իրավունքը բերեց նաև քարոզչության, ինչը հայ առաքելական եկեղեցում հատուկ է միայն քահանային։ Այդ թույլատրելի ազատությունն առանց սահմանների վերածվեց շատ դեպքերում սանձարձակության։ Իրականում օրենքի ու դավանանքի առաջ ազատ, իսկ կառույցում ստրուկ։ Դավանանքի ծառաները կիսաբաց լուսամուտներից ներս։ Եվ այս պահին տաղավար եմ հրավիրում Միացյալ երիտասարդական լիգայի ներկայացուցիչ համանախագահ Սևակ Հովհաննիսյանին։ Բարի երեկո Սևակ, ձեր լիգան, այսպես ասած, իր գործունեությունը ծավալում էր, գուցե մերթ ընդ մերթ մենք տեսնում էինք news feed-ում ձեր մասին որոշակի ձեր հայտարարություններից որևէ մեկը, մինչ մեծ աղմուկ հանած շոու բիզնեսի աղանդավորների ցուցակը։ Դուք ստիպված եղաք դրանից հետո նույնիսկ ներողություններ խնդրել ցուցակում անճշտությունների պատճառով։ Այսօր, երբ մենք համենայն դեպս անդրադարձել ենք թեմային, երբ կրակը չկա, բայց դեռ ծխում է, որպեսզի հանգիստ հասկանանք իրավիճակում, որտեղ ցայտնոտային իրավիճակում բոլորն ուզում են ինֆորմացիոն դաշտում ամենաառաջինը լինել։ Մենք ոչ, ճշմարիտն ենք փորձում լինել։ Ինչու հրապարակվեց այդ ցուցակը։ Ինչու հրապարակվեց, որովհետև ուզում էինք հասարակությանը ցույց տանք մեր ունեցած տեղեկությունները, հրապարակեինք հասարակությանը, որ շատ աղանդավորներ այսօր շոու բիզնեսի աստղերի հետևից գնալով ընկնում են աղանդավորների թակարդները, դրա համար ուզում ենք հասարակությանը ցույց տանք, որ պետք չի գնալ այդ ուղղությամբ։ Կհիշեցեք ցուցակում քանի անուն էր։ 25։ 25-ից քանիսի վերաբերյալ ստիպված եղաք հետո հերքում տալ։ 5-ից 6 հոգու։ Ինչի 6-րդը կասկածի տակ է դեռ։ Չեմ հիշում ինչքան էր, անկել։ Ու իսկ որոնց հերքեցիք, որոնք մնացին։ Կարելի է իմանալ։ Ինչ է իմանաք։ Ուրեմն ոչ թե 5 ու 6 Սևակ։ Անունները։ Բոլորը այսօրվա դրությամբ կարային դիմեին։ Պրոստը մի մասը չուզեց քո հետ գլուխ դնելու, լուրջ չընդունելով։ Պարոն Ամարյան։ Այսօրվա դրությամբ ես քեզ մի անգամ ասել եմ, որ կրկնում եմ։ Եթե չճշտված տեղեկատվությունը հրապարակում, թեկուզ մի հոգի լինի հերքումը։ Դա անընդունելի է։ Փորձել տալ անունները մենակ նրա համար, որ ինքը թողասի, որ ինքը չի, ուրեմն այս 5-ը դուրս եկան, մնացածը մնացին։ Ասելով չի, պարոն Ամարյան, շատ մարդիկ կային, որ ասում էին, բայց աղանդավոր են։ Նրանք էլ հայկական առաքելական եկեղեցու հետևորդներ են եւ աղանդի հետ կապ չունեն։ Նպատակը ո՞րն էր Սևակ այդ ցուցակը։ Ստե պրոստը նպատակը իրանց եկեղեցի կոչվարը ճակերտավոր ուրանալն էր հրաճան։ Ես գիտեմ, առաքելական եկեղեցի ուրանալը նկատի։ Չէ։ Այդ ցուցակում կային մարդիկ, ով հերքում էին։ Հերքում էին, մենք հերքում հրապարակեցինք, բայց իրանց ճակերտավոր եկեղեցի աղանդ կոչվածը ուրացան։ Ու դա շատ մարդկանց ցույց տվեց։ Ով։ Անուններ չեմ նշելու։ Ինչու։ Չէ, չեմ վախեցել։ Վախեցել է։ Անունները տուր։ Չեմ։ Չէ, ինչ։ Իրանք արդեն գիտեն ովքեր են։ Բայց ինչ խնդիր կա, որ հրապարակվի մի հատ Ներողություն, ուզում եմ հասկանալ Սևակ, սա քեզ ծեծելու ճառահետևանքային կապն է, որ այսօր դու անուններ չես տալիս։ Ուրեմն հետեւյալն է։ Ցանկացած 11 տարի մեր կենտրոնը գործում է աղանդավորական այս կառույցների ֆոնի վրա։ Մենք մի անգամ հերքում չենք տվել։ Տարբեր մարդկանց պաշտոնավորների անունները տրված ի սկզբանե, բայց ոչ մեկը հերքում չի պահանջել, ոչ թե նրա համար վախցնում, որտեղ գիտեմ, որ փաստերը կա։ Ու մինչև հերկել է իրանց հետ խոսացվել է, ճշտվել է, կա։ Փոխում եք, չէ, հրապարակվում է,
Բայց այսօրվա դրությամբ մարդը դավանում է, մենք ունենք Եվրոպական կոնվենցիա 9-րդ հոդված, ազատ դավանություն։ Մարդը եթե իր կամքով գնացել է դավանել, ոչ մի բան չես կարող անես։ Բայց եթե մարդուն հոգեբանորեն ճնշումով գցել են կախվածության մեջ ու ներքաշել են կրոնական կառույց, այդ միանշանակ կարելի է ու պարտադիր է պետք է հրապարակել։ Բայց այսօրվա դրությամբ մենք ինչ ենք անում։ Մենք բերում ենք այն իսկական հայկական առաքելական եկեղեցու հետևորդներին, խառնում ենք աղանդավորների հետ ու ասում ենք էսա։ Այդ մարդու մոտ էլ ինչ զարույթ պետք է լինի։ Ես լինեի, ես իմ առաջի ես նախ գնացողի հրապարակողի վրա ձեր կողմից, նայեր որ կյանքի խոսքի շատ բաներ էր տարածվում, թե սայթերի միջոցով, թե ինչ դեմ արդեմ, ես դրա համար եմ եկել, որ ասեմ, հեչ կապ չունի կյանքի խոսքը ոչ աղանդավորների հետ, ոչ էլ կյանքի խոսքը առաջինը աղանդ է։ Ու բացատրեմ ինչի, կյանքի խոսքը Շվեդիայում հոգեբուժերը հրապարակել են փորձակնություն, որ կյանքի խոսքի ետևորդների Պարոն Ամալյան, ծառայության վերջում հասնում են հոգեբուժարան։ Այո։ Մեկ, դեպքեր մենոց չեղը, մնացած դեպքերում կարող է։ Պատմությունը, որ ասեն սարքեցին, դա միայն կյանքի խոսքի PR-ն էր։ Սա ոչ մեկը չէր հետապնդում ինչ-որ շահագրություն, որ Անժելային նայեք տան կեզ բաները։ Ու Կարեն Արայանը ընդամենը 11 հատ նկար է, որը պորնոգրաֆիկ հետ ոչ մի կապ չուներ։ Բայց այդ պորնոգրաֆիկ նկարները կապ ուներ եկեղեցին։ Ու ոնց հայտնվեց։ Ես կարամ անկեղծ ասեմ, вообще կապ չունի եկեղեցին ու դուք մի խառնեք այդ դեպքը եկեղեցու հետ։ Ով ասեց։ Ես այստեղ ասում եք, որ կապ չունի մեր եկեղեցու հետ, բայց ավելի խայտարակ տեսարաններ կան, երբ սանհանգույց Ինչ խայտարակ տեսան։ Կարամ ես տեսնեմ հիմա եթերում։ Սևակ, դուք այսօր այստեղ եք նոր բացահայտում անելու համար նոր կրոնական կազմակերպություն, վերաբերյալ որը եւս գործում է, իդեպ առաջի տեսանյութը հենց այդ աղանդում էր Պենտեկոստե, Նինել Մովսիսյանն էր ղեկավարը, ովքեր իր անդամների հետ, ավետարանիչ կոչված Վալերի Դալակյանի հետ, Ամերիկայի հայ բնակչից $60,000 փող է պահանջել, որ քրոջը չվնասի Հայաստանում։ Մենք տվել ենք այդ փաստերը ձեզ։ Մենք տեսնում ենք ձեր տրամադրած տեսանյութերը։ Դուք շրջանառում էիք նոր մի մարդու անուն, նոր սերունդ երաժիշտների, որը փորձում է շոու բիզնես մուտք գործել համենայն դեպս։ Ու մասն է խոսքը եւ ինչին է վերաբերում այդ ինֆորմացիան։ Նոր սերունդ կրոնական կազմակերպությունից Հունան Համբարյան, ով մասնակցել է Հայաստանի ձայն մրցույթին, նաեւ մասնակցել է այլ նմանատիպ մրցույթների, ով բռնաբարել է, կոպիտ ասած բռնաբարել է 16-ամյա երիտասարդ տղայի, ով պետք է այսօր ներկա լիներ, բայց չգիտեք ինչի, բռնաբարությունից հետո զանգել է տղային սպառնացել է, որ իր կյանքին վերջ է տալի, եթե ինչ-որ մեկ է իմանա։ Ներողություն, այո, Հունան, պարոն Ամարյան, Հունանին մենք հրավիրել էինք այստեղ տաղավար, խոսելու համար թեմային տեղյակ էր եւ տեղյակ էր թե ինչի մասին է զրույցը լինելու։ Այսօր առավոտվանից մինչեւ տեսագրության Հունանի հեռախոսը անջատված է եւ ես որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, նա պատրաստ է գալու խոսելու դրա մասին։ Համենայնպես մենք տեսնում ենք Հունանի մասնակցությունը Հայաստանի ձայնը նախագծում ելույթը էկրանների վրա։ Դուք հասկանում եք թե Սևակ ինչ է հետապնդում ձեր հայտարարությունը անձի վերաբերյալ։ Միանշանակ բոլոր ապացույցներն ունենք։ Ուղղակի ցավոք սրտի 16-ամյա երիտասարդը վախենում է, որ իր անունը կհրապարակվի, դրա համար չի ուզում դիմել ոստիկանություն։ Սակայն երբ հեռախոսով Հունանի հետ խոսում ենք, ինքը ասում է 5 ներարկիչ ինսուլին է ներարկել իրեն, որ ինքնասպան լինի եւ հիվանդանոցումը խնդրում էր այդ տղային, որ ոչ մեկին չասի դրա մասին։ Ուրեմն եթե թուրք տակ ես ասեմ ըստ օրենքի, Սևակ, դու հիմա հայտարարություն արեցիր, որ իրավապահ մարմինները պարտավոր են դրան արձագանքը տան։ Առաջինը, երկրորդը դու ինքդ ես պարտավոր դիմել իրավապահ մարմիններին փաստի մասին։ Հակառակ դեպքում դուք ինքդ կենթարկվես քրեական պատասխանատվության իմանալ ու չհայտնել։ Դու դա հայտարարելով հստակ կարաս հիմնավորես այդ փաստը։ Ես հիմնավորում 16 տարեկան տղայի բռնաբարության փաստը։
Հակառակ դեպքում։ Պարոն Ամելյան, ես ակտի ժամանակ ներկա չեմ եղել առաջին, երկրորդ։ Բայց դու հրապարակում ես հրապարակում եմ այն 16-ամյա տղայի ասածները, ինչ ինքն է ինձ ասել, իմ ներկայությամբ իմանալուց դիմել ոստիկանություն։ Ոստիկանությունը քալերից անելուց հետո նոր հրապարակապ Հարցականություն պետք է Ձևակ օրինակ ինչի ես դու դրա մասին պատմում, այլ ոչ 16 տարեկան տղա նույնիսկ դիմակով այստեղ, հա։ Նա պատրաստ էր խոսելու դրա մասին։ Ոչ, վախենում էր, որ իր անունը կշրջանառվի։ Իսկ եթե վախենում էր, որովհետեւ Չէ, եթե լինի գաղտնիությունը ապահովված։ Դուք այդ փաստի մասին չդիմեցիք մարմիններին այդ Նախ առաջին ինքը պետքա դիմի 16-ամյա, ես փաստաբանի հետ զրուցեցի։ Հանցագործության մասին իմանալ չհայտնելը կապ չունի ով պետքա դիմի։ Եթե դու իմացել ես պարտավորես հանցագործություն է տեղի ունեցել։ Դու ինքդ քեզ մտցրել այն թակարդի մեջ, որը կոչվում է թաքցնել։ Վտանգավոր շրջափուլի մոտ եք մտել։ Այո, կարծեմ, բայց մեր խոսակցությունը հիմա համարեմ, որ դա ճիշտ է։ Փաստ ունենանք։ Պարոն Ամարյան, ամբողջ խնդիրը որտեղ է։ Մենք խոսում ենք այն երևույթի մասին, ինչին դուք ինքներդ դեռ մի քանի օր առաջ արձագանքել էիք, որ մորմոնական շարժման մեջ երկու եպիսկոպոս հարաբերվել էին իրենց քարոզիչների հետ եւ նկարը տեղադրված էր ինտերնետում։ Հիմա մենք ինչ պիտի անենք։ Փաստը կա։ Այս պարագային էլ փաստը կա։ Այն որ Երբ Միացյալ Նահանգների թեման քանի որ շոշափեց, ես առաջարկում եմ դեսել եւս մեկ ձայնագրություն, որը սևակն է տրամադրել։ Եկեք տեսնենք ինչի մասին է այստեղ խոսքը։ Նայեք էկրանին։ Սենա անուշքույնա, ամենը զանգում են, գրում են, պատասխան չկա, ինչքան պետք լրես, վերջը համբերությանն էլ սահմանում չապ կա, հասկացանք լավով համբերելով, բայց այդ համբերությանն էլ սահման կա, եթե դու զանգես այս հարցերի լուծումը Սենա չտաք, ես ուրիշ ձևով այս հարցերը կլուծեմ, Սենա չես մարսել այդ փողերը, ես Հիսուսով եմ երդվում, քրոջդ քո սաղի քթով անելու եմ այդ փողերը Սպասի ինձ այնց ամենավատը։ Ինչ փողի մասին է։ Ներողություն, ինչ գումարի մասին է խոսքը եւ ով ում քթից է բերելու։ Պենտեկոստե աղանդի ղեկավար Նինել Մովսիսյանի Եկեղեցու անունը ասա, վերածնունդ եկեղեցի։ Իրանք անվանում են Պենտեկոստե Երևանիում, Ուրարտու այդ եկեղեցի չի իմ համար, պարոն Ամարյան, ամեն դեպքում իրանք այդ աղանդի ղեկավար Նինել Մովսիսյանի աղջիկ Անուշ Շիրինյանն էր, նոր խոսում։ Ինքը աշխատում է Oriflame ընկերությունում, Ամերիկայում գտնվող մի հայի, ով փախել է Հայաստանից, ուղարկում է Oriflame-ի ապրանք, ասում է պետքա վաճառեք, անպայման, ասում այդ աղջիկը տուժած է, ասում է Ամերիկայում Oriflame չեն գնում, ասում է մենք Հիսուսով աղոթել ենք այդ ապրանքը, այն հաստատ կվաճառվի, հետն էլ ուղարկում են մոտ $2000 արժողությամբ ոսկյա ցեպ։ Հետո միայն ցեպն է վաճառվում, փողը ուղարկում է Հայաստան։ Ամերիկայից փողը ուղարկում են Հայաստան, սակայն Անուշ Շիրինյանը, աղանդավորների ղեկավարի դուստրը, ասում է դա $4,000-6,000 արժողությամբ ոսկյա շղթա է եւ պետքա գումարներ փոխանցեք։ Ու տես պարբերաբար գումարներ են խլել։ Ինչպես է ձայնագրությունները ձեզ մոտ հայտնվել։ Տուժածն է ուղարկել մեզ։ Միացյալ Նահանգներից։ Ինչի տուժածը չի մտնում կապի մեջ, բացի ձեզանից որևէ մեկ այլ մարդ։ Կատարել է հանցագործություն եւ իսա երկրորդ հայտարարությունը հանցագործության, այն է մաքսանենգություն։ Այդ մեծ քանակությամբ ապրանք արտահանել արտասահման դա մաքսանենգություն է։ Համար է տուժածը չի հայտարարում իր հավապաններին։ Այսինքն այստեղ խնդիր է դառնում, այսինքն աղանդավորական այս չակերտավոր դրանք ոչ թե եկեղեցի են գրասենյակներ են, ինչպես ամերիկացիներ ասում են, ուզում ես փող ունենալ, բիզնեսով զբաղվի, ուզում ես շատ փող ունենալ, եկեղեցի բաց։ Հիմա օրինակ համար այսօր Հայաստանում շատ հարգված հայ ավետարանչական եկեղեցին, որ նաև շատ բազում օգնություններ է բերել երկաշարժից, ինքը տպագրում է, ասենք մի իր օրացույց կրոնական, որի կազմի վրա նկարած է Ծաղկաձորի եկեղեցին եւ այստեղ տեսեք ինչ է գրված, ես կարդամ Ծաղկաձորի Հայաստանի վրացական ուղղափառ եկեղեցի։ Սա ազգադավություն է։ Վրացական եկեղեցի Ծաղկաձորում երբ է եղել։ Այսինքն մտածածին ձևով սա բան է։ Սա Եհովայի վկաների ձեռքից բռնագրաված փաստաթղթեր ես կարող եմ ձեզ ցույց տալ։ Ուրեմն Եհովայի վկաները լրտեսական խոշոր գրասենյակ են, նրանք ամբողջ Հայաստան տուն արտում քարտեզագրել են։ Ես սա բռնագրել եմ ձեռքից։ Փողոցներով եւ իրենք սկսում են նպատակը ո՞րն է դրա քարտեզագրման։ Տուն արտուն մտնել քարոզելու։
իրենք ամեն տուն մտնելուց ինչ խոսել են, եթե նրանց անարգել են, հայոյել են, ինչ արել են գրի առնել։ Այս կարամ ասեմ, որ Երևանի աղանդների մեջ մտնում են։ Այդ քո ասելու ժամանակը չի։ Բոլորը գրի են առնում։ Հետո ունեն մի ուրիշ փաստաթուղթ, որը հոգևորցության փաստաթուղթ է, որը խղճի օրենքի 7-րդ հոդվածով քրեական հետապնդման է։ Այստեղ գրված է ինչպես, եթե մեկն ասում է քրիստոնյա եմ, կամ ես արդեն հավատացյալ եմ, կամ ինչ հետան, ինչպես շարունակել եւ որսալ նրանց։ Սա փաստորեն կրոնական գրասենյակներ չեն։ Սրանք հիմնականում դիվային շարժում է, Աստծո անունը օգտագործելով, դուրս գալի եկեղեցու դեմ, ազգի դեմ, մարդկության դեմ եւ քայքայել սա։ Սրանց բոլորի գլուխը թաքնված է մասոնական գրասենյակներում։ Գլուխները մենք կշարունակենք որոնել կիսաբաց լուսամուտներից է։ Ներս մի քանի րոպեից մեզ մոտ հերթական դադարն է։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Մարդկային հոգին վերահսկելու համար աղանդի անդամները մշակել են հենց այս մեթոդը։ Խեղճի, ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով յուրաքանչյուր մարդու ազատ դավանանքի իրավունքը բերեց նաեւ քարոզչության, ինչը հայ առաքելական եկեղեցում հատուկ է միայն քահանային։ Այդ թույլատրելի ազատությունն առանց սահմանների վերածվեց շատ դեպքերում սանձարձակության։ Իրականում օրենքի ու դավանանքի առաջ ազատ, իսկ կառույցում ստրուկ։ Դավանանքի ծառաները կիսաբաց լուսամուտներից ներս։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, մենք վերադառնում ենք տաղավար եւ այստեղ եմ հրավիրում շոու բիզնեսից Էմիի եւ դերասանուհի Մերի Մակարյանին։ Բարի երեկո Էմի, ողջույն Մերի, ցավոք սրտի ես ունեմ հնարավորություն միայն ձեզ ասելու ողջույն եւ կլսեմ այն ամենը, ինչի համար դուք եկել եք այսօր մեր տաղավար, վաղը մեր եթերում։ Ստիպված եմ եթերային ժամանակի սղության պատճառով այսօր ձեզ հրաժեշտ տալ, կհանդիպենք վաղը թեմայի շարունակությամբ կիսաբաց լուսամուտների եթերում։ Ցտեսություն։